Ռայոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Re News լրատվականի շաբաթօրյա գլխավոր թողարկումը ներկայացվելիք թեմաների մասին նախամարոտ։ Ամերիկացի 27 սենատոր պետքարտուղարից պահանջել է Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին։ Ներքին լեգիտիմության ամրապնդումը պետք է արտահայտվի նոր մայր օրենքի ընդունմամբ, Փաշինյանի պնդումը համալիրում հրավիրած փակ հանդիպմանը։ Այո, ոչ, դժվարանում են պատասխանել մեր համաքաղաքացիները Հայաստանում 300,000 ադրբեջանցի բնակեցնելու Բաքվի ծրագրի մասին։ Ուկրաինայի պատմության ամենադժվարին պահը Զելենսկու արձագանքը Թրամփի խաղաղության ծրագրին։ Գայլեր Նարգինա գյուղում հոշոտել են 28 ոչխարի, 15-ին տարել են իրենց հետ։ Միս տիեզերք մրցույթի ընթացքում բեմից ընկած Միս Ճամայկան դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Միացյալ Նահանգների 27 սենատորներ նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Սենատորները նաև հիշեցրել են Արցախի շրջափակման ու Ադրբեջանի ռազմական հարձակման 120,000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման մասին։ Նամակի նախաձեռնող Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ հայկական հարցերի հանդեպ Թրամփ-Վենս վարչակազմի ուշադրությունը մեծանում է։ Երկրորդ օրն է Բաքվում են Հայաստանի քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչները։ Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքասարակությունների դեմքերը շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում։ 5 հայ փորձագետների Բաքու մեկնելու կեցության և վերադարձի համար կառավարությունը հատկացրել է 17,5 միլիոն դրամ։ Բաքվում են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը և իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Ինչ վերաբերմունք ունեն մեր համաքաղաքացիները Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման Բաքվի ծրագրի մասին, հայկական կողմը պետք է զուգահեռաբար բարձրացնի հայերի Արցախ վերադարձի իրավունքի հարցը։ Մեր հարցախույզի ընթացքում լսել ենք տարատեսակ կարծիքներ։ Դիտենք ու վերադառնանք։ Ադրբեջանցիները ասում են, որ 300,000 ադրբեջանցի պիտի գա եւ բնակվի Հայաստանում։ Սրանք կողմ եք թե դեմ։ Դեմ եմ, իհարկե դեմ եմ։ Ինչպես կարելի է Թուրքիայի հետ ապրել։ Հնարավոր չի։ Ամեն դեպքում ընդհանրապես Միանշանակ ոչ։ Իսկ ովքեր որ ուզում են ապրեն, խնդրեմ դռները բացա իրանց համար, թող գնան իրանց մոտ ապրեն։ Նախկինում էլ ենք էլի բնակվում, ես Կապանի շրջանից եմ։ Մեր հարևանների մի մասը ադրբեջանցիներ են եղել։ Այսինքն նորմալ եք դրան նայում։ Դե նորմալ հիմա քաղաքակիրթ աշխարհում բոլոր տեղերում էլ տարբեր ազգության մարդիկ են ապրում, եթե նորմալ առաջներում նորմալ ապրում ենք էլի։ Կողմի հարց կա չեն գալու, իրանք սուտի խոսակցությունը։ Ադրբեջանցի գլուխները պատին են տալի իրանց հոր հետ։ Մեր հայրերը, մեր մայրերը, մեծերը ադրբեջանցիների հետ ապրել են ու շատ լավ են ապրել հայերից, այ հիմիկվա հայերից, որը սենց երկիրը քանդում են, դրանցից լավ են ապրել։ Ինչ հայ բդինի ուզենականները։ Այսինքն չի ամեն դեպքում։ Պետք չի ամեն դեպքում, չէ՞։ Այ ամեն դեպքում вообще դրանց չգիտեմ ինչ խոսք ասեմ։ Վատ խոսք եմ ուզում ասեմ, բայց կներես էլի չեմ ուզում ասեմ, ես արդեն բան էլա, ներվիրեց գնաց։ Մինչև իրենց ասելը մենք էլ շատ ունենք ընդեղ ապրելու, կգնան ընդեղ կապրեն։ Հայերը գնան այնտեղ ապրեն։ Եթե իրենք ուզում են գալ ստեղ, մենոնք թող գնան կգնան ընդեղ, ինչ պիտի անեն։ Բայց նրանք ո՞ս կարան գանցնում, Թալանի երկիր չի, ինչ է։ Որովհետև իրանք այնտեղ ասում են, որ Հայաստան արևմտյան Ադրբեջանն է իրենց բան են ասում, այ քեզ բան։ Այո, կողմ եք։ Կողմ եք, որ ադրբեջանցիները գան այստեղ ապրեն։ Չէ, դեմ եմ։ Եթե գնա նախարարին ասում։ Ասում են գնանք նախարարին հարցնենք։
Այսօր համալիրում հրավիրված փակ միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի ու նաև նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով սկզբունքային է ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր մայր օրենքի ընդունմամբ։ Միջոցառմանը, որին ներկայ է քաղաքական ամբողջ էլիտան, վարչապետն ընդգծել է, որ սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամներով։ Անցած երեկոյան Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ ճամբարակ Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել, այրվում է խոտածածկ տարածք։ Ամբողջ գիշեր կատարվել են հրդեհաշիճման աշխատանքներ, որոնց ներգրավել են փրկարարներ Երևանի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուժի մարզային փրկարարական վարչությունների ծառայողներ։ Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ եւ բնակելի գոտիներ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մինչև 80 հեկտար խոտածածկ տարածք։ Տեղում աշխատանքներն իրականացնում է 243 փրկարարական զինծառայողներ, 6 միավոր հրշեջ տեխնիկա եւ 30 օպերատիվ խմբեր։ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում ժամը 6:30-ից 7 ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ Հարություն Ասատրյանը իր եւ գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ ականատես է եղել տխուր տեսարանի։ Ըստ Շամշյանի գայլերի ոհմակը հոշոտել են նրա եւ մյուս գյուղացիների 28 գլուխ ոչխարների։ 15 ոչխար էլ անհետ կորել է, ենթադրաբար գայլերն իրենց հետ տարել են։ Հոշոտված ու վիրավոր ոչխարներին գյուղացիները հայտնաբերել են տնից 3-ից 4 կիլոմետր հեռավորության վրա տարբեր հատվածներում։ Տեղացիները նշում են, որ իրենց հիշելով սա գայլերի ամենախոշոր հարձակումն էր։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել եւ կանխվել է Իրանի Մաքսանենք ճանապարհով դեպի Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ըստ նախնական տեղեկությունների հայաստանցիները Իրանի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ Մաքսանենք ճանապարհով փորձել են մեր երկիր ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրանյութ։ Անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարժության աշխատակիցները ձերբակալել են ենթադրյալ հանցակիցներին։ Ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ վաճառելու հարցը հակամարտությունները դադարեցնող երկրներին, այդ թվում նաև Հայաստանին եւ Ադրբեջանին։ Արհեստական բանականության նախագծերի համար անհրաժեշտ հզոր համակարգչային չիպեր արտադրող NVIDIA-ն դարձավ առաջին ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որը կատարեց իր արտադրության մի մասը Միացյալ Նահանգներ տեղափոխելու Թրամփին տված խոստումները։ NVIDIA-ն հասել է Հայաստան, $500 միլիոն կներդրվի արհեստական բանականության գործարան կառուցելու համար։ Հաղթահարվել է եւս մեկ խնդիր՝ արտոնագրի հարցը ու այս առիթով Facebook-ում գրառում է հրապարակել ամերիկյան դեսպանատունը։ Ծրագիրը շատ հավակնոտ է, ներգրաված են համաշխարհային տեխնոլոգիական հսկաներ, իսկ թե ինչի մասին է խոսքը, ինչ է իրենից ներկայացնում արհեստական բանականության գործարանը ու երբ է այս ծրագիրն իրականություն դառնալու, կպատմի Անի Հովհաննիսյանը։ Արդեն կա արտոնագիրը, որը թույլ է տալիս կառուցել $500 միլիոն ներդնում ենթադրող արհեստական բանականության գործարանը։ Այս մասին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն է հայտնում։ Firebird ընկերությունը ստացել է Միացյալ Նահանգների արտահանման լիցենզիա եւ հայտարարել Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին, ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության եւ թվային զարգացման ոլորտում։ Արձագանքել է նաև Միացյալ Նահանգների դեսպանատունը, հիշեցնելով, որ այս ոլորտում հայ-ամերիկյան գործակցությունը կապված է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերի հետ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաեւ կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում։
AI գործարան կառուցելու ծրագրի մասին առաջին անգամ խոսվեց հունիսին։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարության, Nvidia-ի, Firebird-ի եւ Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության լուծումներով աշխատող տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային եւ տվյալների մշակման կենտրոնը, ավելի քան 100 մեգավատ մասշտաբավորման հնարավորությամբ։ Հայտարարվեց, որ ներդրումային այս նախագծին որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր ռազմավարական խորհրդատու միացել է Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ Իսկ ինչ է AI գործարանը, այն ոչ թե պարզապես հզոր համակարգիչ է, այլ մի ամբողջ գործարան, որը ստեղծված է ԱԲ-ին սովորեցնելու համար։ Firebird-ի տվյալներով Հայաստանի AI կենտրոնի հզորության մոտ 20%-ը տրամադրվելու է տեղական ընկերություններին, իսկ մնացած 80%-ը վաճառվելու է ԱՄՆ-ում հիմնադրված տարածաշրջանում գործող ընկերություններին։ Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird-ը ստեղծվել է այս տարվա սկզբին։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Flagship Pioneering-ը Nvidia-ի գործընկերներից է, եւ շուտով Վաշինգտոնը կթույլատրի Nvidia-ի չիպերի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Գործարքը կնքվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև անցկացվեց գագաթնաժողով նախագահ Դոնալդ Թրամփի եւ թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի մասնակցությամբ։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Apple ընկերության Կոպերտինյոյի կենտրոնակայան, հանդիպել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունգարդի հետ։ Մկրտչյանը նաև Google-ում է եղել, քննարկել, թե ինչ ուղղություններով կարող են համագործակցել արհեստական բանականության ոլորտում։ Իդեպ մենք այս թեմայի մասին այլ մանրամասներ իմանալու համար փորձեցինք կապ հաստատել ԲՏԸ նախարարության մամուլի ծառայության հետ։ Խոստացան առաջիկայում պատասխանել մեր հարցերին։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դեն Դրիսկոլին նշանակել է հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայում խաղաղության ծրագրի բանակցություններում։ Դրիսկոլը ամերիկացի գեներալների ուղեկցությամբ այս օրերին բանակցել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ եւ պատրաստվում է մեկնել Մոսկվա Վաշինգտոնի մշակած խաղաղության ծրագիրը Կրեմլի հետ քննարկելու համար։ Ամերիկյան խաղաղության ծրագիրը նաեւ այսօր Յոհանեսբուրգում մեկնարկող մեծ 20-յակի երկօրյա գագաթնաժողովի օրակարգում է։ Ամերիկյան խաղաղության ծրագրին ընդդիմացող Եվրամիությունը ցանկանում է մշակել իր այլընտրանքային տարբերակը։ Եվրամիության արտաքին հարցերի բարձր հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքների զիջման գնով խաղաղության այդ ծրագիրը կարող է շատ պետությունների ախորժակը բացել հարևան երկրների տարածքների նկատմամբ։ Ուկրաինական ռազմաճակատում թեժ մարտերն ու ճգնաժամի հանգուցալուծման շուրջ գլխապտույտ զարգացումները կրկին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դարձրել են միջազգային օրակարգի գլխավոր հարց։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտարարելով, որ մեկ շաբաթվա ընթացքում գրավել է 16 բնակավայր Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիայի ուղղություններում, ինչպես նաեւ հայտնել է Կուպյանսկի վրա վերահսկողություն հաստատելու մասին, թեև այդ փաստն Ուկրաինան կտրականապես հերքում է։ Զուգահեռաբար ուկրաինական օդային պաշտպանությունը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում ռուսական 115 հարվածային դրոններից 95-ը խոցվել են։ Մարտական գործողություններին զուգահեռ վերջին ժամերին ուշագրավ զարգացումներ արձանագրվեցին նաև դիվանագիտական դաշտում կապված Միացյալ Նահանգների խաղաղության ծրագրի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ստիպված կլինի ընդունել Վաշինգտոնի մշակած ծրագիրը պատերազմին վերջ դնելու համար։ Դե ինչ-որ մի պահի նա ստիպված կլինի ընդունել ինչ-որ բան։ Նա չի ընդունել, հիշում եք, չէ՞։ Ոչ այնքան վաղուց Օվալաձև գրասենյակում ես ասացի, քարտերը քո ձեռքին չեն։ Մի մոռացեք, ես այս պատերազմը ժառանգել եմ։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի։ Եվ ես կարծում եմ, որ նա պետք է գործարք կնքեր 1 տարի առաջ, 2 տարի առաջ։ Իսկ ամենակարևոր գործարքը կլիներ այն, եթե այն երբեք չսկսվեր։ Դա լավ գործարք կլիներ։ Դա նույնպես հնարավոր էր անել, եթե դուք ունենայիք ճիշտ նախագահ, բայց դուք չունեիք ճիշտ նախագահ։ Վաշինգտոնի 28 կետանոց ծրագիրը Ուկրաինայից պահանջում է զիջել տարածքներ, համաձայնվել իր զինուժի սահմանափակումներին եւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններից։ Սակայն ծրագիրը պարունակում է նաև որոշ առաջարկներ, որոնք կարող են անցանկալի լինել Մոսկվայի համար, մասնավորապես պահանջելով ռուսական ուժերին հետ քաշվել իրենց գրաված որոշ տարածքներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ նախկինում հրաժարվում էր նահանջել Ռուսաստանի առանցքային, տարածքային եւ անվտանգության պահանջներից, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ գրեթե 4-ամյա կոնֆլիկտի վերջնական կարգավորման համար։ У нас этот текст есть. Մենք ունենք այդ տեքստը։ Մենք այն ստացել ենք Միացյալ Նահանգների
նահանգների վարչակազմի հետ հաղորդակցության գոյություն ունեցող ուղիներով։ Ես կարծում եմ, որ այն կարող է օգտագործվել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց այն մանրամասն չի քննարկվել մեզ հետ։ Եվ ես կարող եմ կռահել, թե ինչու։ Պատճառը նույնն է։ Միացյալ Նահանգների վարչակազմին դեռևս չի հաջողվել ապահովել Ուկրաինայի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան։ Զելենսկին երեկ հանդես է եկել հայտարարությամբ եւ զգուշացրել, որ Ուկրաինան կանգնած է ծանրագույն ընտրության առաջ, բայց իրենք կփորձեն աշխատել գործընկերների հետ գտնելու լավագույն լուծումը։ Зараз один з найважчих моментів нашої історії. Այժմ մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է։ Այժմ Ուկրաինայի վրա ճնշումը ամենադժվարներից մեկն է։ Ուկրաինան կարող է հայտնվել շատ դժվարին ընտրության առջև, կամ արժանապատվության կորուստ, կամ առանցքային գործընկերոջը կորցնելու ռիսկ, կամ դժվար 28 կետերը, կամ չափազանց դժվար ձմեռը, ամենադժվարը եւ հետագա ռիսկեր։ Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել Կիևին տրամադրվող առանցքային աջակցությունը, եթե չհամաձայնեն առաջարկվող կետերին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի ստացել Միացյալ Նահանգների 28 կետանոց խաղաղության ծրագիրը, սակայն պատրաստ է բանակցել։ Պեսկովը շեշտել է, որ ռուսական զորքերի արդյունավետ գործողությունները պետք է համոզեն Զելենսկիին, որ ավելի լավ է բանակցել հենց հիմա, քան ավելի ուշ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Նիգերիայում զինյալները հարձակվել են կաթոլիկ դպրոց ինտերնատի վրա եւ առևանգել 215 աշակերտի եւ 12 ուսուցչի։ Զինյալների ահից իշխանությունները փակել են 47 դաշնային քոլեջ։ Հիշեցնեմ, Թրամփը խոստացել էր զորքեր ուղարկել այս երկիր քրիստոնյաներին պաշտպանելու եւ ահաբեկիչներին պատժելու համար։ Մինչդեռ մի քանի օր առաջ էլ զինյալները մեկ այլ դպրոցից էին անպատիժ առևանգել 25 աշակերտուհու։ Շարունակում են սրվել չին-ճապոնական հարաբերությունները։ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը նամակով զգուշացրել է գլխավոր քարտուղար Գուտերեշին, որ Պեկինը կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը, եթե Ճապոնիան փորձի զինված ներկայություն ապահովել Թայվանի նեղուցում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։ Նրա խոսնակն ասել է, որ Լուկաշենկոյի այդ ժեստը Թրամփի խնդրանքին ընդառաջելու արդյունք է։ Իսկ միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Բուլղարիայում ձերբակալվել է 35 մարդ, որոնք կապված են լայնածավալ մաքսանենգության միջազգային ցանցի հետ, որը գործել է ավելի քան 16 տարի Եվրոպայում, Բալկաններում եւ Միացյալ Նահանգներում։ Բուլղարիայից ղեկավարող եւ Եվրոպոլի հետ համակարգված գործողության ընթացքում իրականացվել է 131 խուզարկություն, որի ընթացքում առգրավել են հազարավոր արտեֆակտներ եւ ավելի քան 50 հնաոճ հրազեն։ Իրավապահները հայտնել են, որ այս ցանցի գործունեության ընթացքում փողերի լվացման գործով բացահայտվել է ավելի քան $1 միլիարդ ֆինանսական գործարք։ Նախորդին Բանգլադեշը ցնցել է 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որի էպիկենտրոնը ըստ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության գտնվում է Նարսինգդի քաղաքում, մայրաքաղաք Դաքայից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Կառավարության տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ եւ վիրավորվել մոտ 100 քաղաքացի։ Վնասվել են բազմաթիվ շենքեր, հատկապես խիտ բնակեցված Դաքայում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ հարևան Հնդկաստանի արևելյան նահանգներում, սակայն այնտեղ լուրջ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Բրազիլիայի Բելեմ քաղաքում անցկացվող COP30 կլիմայի գագաթնաժողովի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են ցուցահանդեսային տաղավարներից մեկում բռնկված հրդեհի պատճառով։ Հրդեհը տեղի ունեցել այն ժամանակ, երբ բանակցողները փորձում էին ձեռք բերել համաձայնագիր կլիմայի ֆինանսավորման ավելացման եւ վառելիքից հրաժարվելու վերաբերյալ։ Կազմակերպիչներն այժմ ինտենսիվ աշխատում են գագաթնաժողովի ավարտին համաձայնության գալու նպատակով։ Դուբայի ավիաշոուի վերջին օրը ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է հնդկական արտադրության Թեջազ կործանիչը։ Դեպքի հետևանքով զոհվել է ինքնաթիռի միակ օդաչուն Հնդկաստանի ռազմաօդային ուժերի սպա Նաման Շսիալը։ Սա Թեջազ 405 սերնդի կործանիչի երկրորդ ավիաաղետն է։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ստեղծվելու է դատական հանձնաժողով վթարի պատճառները պարզելու համար։ I appreciated the meeting with the president and as Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ դեմոկրատ Զոհրան Մամդանիի հետ, որի հետ լարված հարաբերություններ ունի։ Չնայած իրենց քաղաքական սուր տարակարծություններին, երկու գործիչները հաշտարար տոնով քննարկել են Նյու Յորքի անվտանգության եւ մատչելի բնակաշինության հարցերը, խոստանալով համագործակցել, թեև Մամդանին այդ հանդիպանը կրկին մեղադրել է Իսրայելին ցեղասպանություն կատարելու մեջ եւ քննադատել Միացյալ Նահանգների ֆինանսավորումը։ Հանդիպան օրը Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, որը վերջին շրջանում տարաձայնություններ ուներ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է, որ հրաժարական կտա հունվարի 5-ից, պատճառ համարելով Իսրայելի գործողությունները Գազայում որպես ցեղասպանություն անվանելու իր դիրքորոշումը եւ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման պահանջը։
Նախորդին իսրայելցի բնակիչների արձակումների հետևանքով Նաբլուսի մոտակայքում գտնվող պաղեստինյան համայնքներում վնասվել են տներ եւ այրվել մեքենաներ։ Իսրայելի վարչապետը խոստացել է պատասխանատվության ենթարկել ծայրահեղական խմբերին։ ՄԱԿ-ում Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ Գազայում Պարենի մատակարարումները բարելավվել են հրադադարից հետո, սակայն մնում են անբավարար, իսկ ձմեռային անձրևները սպառնում են պաշարներին, նշելով, որ հրադադարի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 67 երեխա։ Աշխարհի տարբեր երկրներում հակաիսրայելական ցույցերը շարունակվում են։ Իտալիայի Բոլոնիա քաղաքում հազարավոր ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումներ են եղել։ Ցուցարարները կոչ են արել բոյկոտել իսրայելական թիմերին Եվրալիգայի խաղից առաջ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հրավերով Սուրբ քաղաք կայցելեն 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող զինծառայողներ։ Նրանց ուղեկցելու եւ աշխատանքը համակարգելու նպատակով նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կգործուղվի Երուսաղեմ։ Հայաստանում է International Tourism Fair Armenia 2025 ցուցահանդես համաժողովը այն տարածաշրջանի ամենախոշոր զբոսաշրջային հարթակներից մեկն է եւ մեր երկրում անցկացվում է առաջին անգամ։ Meridian Expo կենտրոնում անցկացվող միջոցառմանը մասնակցում է 50 ընկերություն, արտագնա եւ ներգնա տուրիստական գործակալություններ, հյուրանոցներ, ռեստորաններ եւ ավիաընկերություններ։ Ըստ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորքյանի այս տարվա ապրիլից հոկտեմբեր զբոսաշրջիկների հոսքը Հայաստան գերազանցել է երբևէ գրանցված ցուցանիշները։ Նրա խոսքով նման ցուցահանդեսները նպաստում են ոլորտի զարգացմանը։ Միս Ճամայկա Գաբրիել Հեննին դեռևս վերակենդանացման բաժանմունքում է Թայլանդում Միս տիեզերք մրցույթում երեկոյան զգեստի ցուցադրման ժամանակ բեմից վայր ընկնելուց հետո։ Սայթաքել ու վայր է ընկել նաև Միս Մեծ Բրիտանիան, սակայն այս դեպքում առանց լուրջ վնասվածքների։ Ընդհանրապես տիեզերքի գեղեցկուհու ընտրության մրցույթն ուղեկցվել է սկանդալներով, ապակա հաղթող Միս Մեքսիկան վիրավորել է Միս Թայլանդին։ Ժյուրիի մի անդամ էլ մրցույթը չավարտված հրաժարական է տվել, Միս Թուրքիային էլ թույլ չեն տվել ծածանել իր երկրի դրոշը։ Սակայն մեծ հուզողը Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունն էր։ Հայաստանը ներկայացրել է Փեգի Գարաբեգյանը։ Մրցույթում նա սկանդալներից հեռու է մնացել, բայց Հայաստանում ոչ, սոցցանցերում քննադատել են նրա զգեստը։ Աննա Հարությունյանն է պատմում։ Փեգի Գարաբեգյան, ամերիկահայ մոդել, որ թագադրվել է որպես Միս տիեզերք Հայաստան եւ ներկայացնում է մեր երկիրը հեղինակավոր Միս տիեզերք միջազգային մրցույթում։ Ծնված Իրանում, հասակ առած Հնդկաստանում եւ Միացյալ Նահանգներում, Փեգին միշտ հպարտացել է իր հայկական արմատներով։ Նրա ուղին դեպի Միս տիեզերքի թագը սկսվել է 1 տասնամյակ առաջ եւ այսօր լինելով գեղեցկության մրցույթներում իր կարիերայի գագաթնակետին, նա հայտնվել է Թեժ բանավեճի կենտրոնում։ Բանավեճի պատճառը մրցույթում նրա ներկայացրած ազգային զգեստն է։ 22-ամյա Մարտուն Գևորքյանի դիզայնով ստեղծված զգեստը ըստ քննադատների հեռացնում է ավանդական տարազից։ Մարտունի խոսքով իրականում փորձել են ներառել հայոց պատմության, կրոնի, ճարտարապետության եւ մշակույթի բազմաթիվ շերտեր։ Սակայն հանրության արձագանքը բևեռացված է։ Մինչ ոմանք այն համարում են հայկական ինքնության համարձակ ու ժամանակակից մեկնաբանություն, մյուսները այն որակում են անճաշակություն եւ մեր մշակույթի ոչ պատշաճ ներկայացում համաշխարհային բեմում։ Armenian national costume մի քիչ Armenian national չի մեր մեջ ասած, չգիտեմ։ Ոչ մի բան կներեք։ Ես չգիտեմ, ուսերի ինչ է անհասկանալի ինչ-որ թևիկները ինչա, չգիտեմ։ Անկեղծ ասած ոճը չհասկացա ինչ էր։ Ես իրականում չեմ նայում այդպես հաղորդումներ, դրա համար չգիտեմ, տեղյակ չեմ։ Մեր Միս տիեզերքի շորը տեսել եք։ Ուժս։ Առաջ անգամ եմ տենում։ Պարտադիր չի կարծիք ունենամ, հատուկ կարծիք չունեմ։ Ավելի հետաքրքիր, ավելի կարևոր թեմաներ կարակ ասեք, չեմ գնահատական չեմ տալիս։ Հետաքրքրված չեմ ոլորտով, անծանոթ ոլորտ է։ Չնայած բանավեճերին Փեգի Գարաբեգյանը հաստատակամ է իր առաքելության մեջ։ Նրա համար այս ճանապարհը տասնամյա երազանքի իրականացում է, մի ուղի, որտեղ իր խոսքով առաջնորդվել է իր հավատքով։ Սիրելի հայ ժողովուրդ, միշտ հիշենք, որ մենք ուժեղ ազգ ենք։ Մեր ապագան լույսավոր է, եւ մեր հույսը միշտ թող լինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Դերասան ոճաբան Արամ Նիկոլյանը սոցցանցերում թեժացած բանավեճի առիթով նշում է, որ նման մրցույթներում շատ զգեստներ ավելի շատ հիշեցնում են դիմակահանդեսային հագուստ, ինչպես օրինակ Շրի Լանկա մասնակիցը ներկայացել է թեյնիկի տեսքով։ Եվ այս համատեքստում Հայաստանի զգեստը կարող էր անգամ համարվել ձևաչափից դուրս, իր համեմատաբար զուսպ լինելու պատճառով։
տեսել եմ այլ երկրների նաև մասնակիցների հագուստներ, որոնք որ հիշեցնում էին դիմակահանդես այդ ֆորմատի հագուստները։ Միգուցե կազմակերպիչները ունեն իրենց հստակ ֆորմատը եւ պահանջում են դա, ու եթե այդ տեսանկյունից նայենք, մեր աղջկա զգեստը անգամ ոչ ֆորմատի մեջ էր։ Որպես դիզայներ, որը հաճախ ոգեշնչվում է հայկական ինքնությունից, Նիկոլյանն ընդգծում է, որ կա շատ նուրբ սահման եւ կան արժեքներ, որոնք պետք է զգուշորեն մեկնաբանել ժամանակակից նորաձևության մեջ ներառելիս։ Շատ կարևոր, շատ նուրբ սահման կա ու կան արժեքներ իրականում, որոնց մոտենալիս պետք է զգույշ լինել։ Ինձ համար չկան արժեքներ, որոնց որ պետքա չի կարելի կպնել, իմ համար կան արժեքներ, որոնց որ պետք է ճիշտ մատուցել, ճիշտ դիրքով, ճիշտ տեղով, այսինքն օրինակ, եթե այսպես օրինակով խոսամ, որ իմ խոսքը նորից խնդիր չդառնա մարդկանց համար, խաչը երբևիցե խաչի սիմվոլիկան կոշիկի կամ ոչ հարիր տեղում չեմ տեղադրի։ Այսինքն քրիստոնեության գաղափարը ոտքից գլուխ կմատուցեմ, բայց իր սիմվոլիկան հստակ կետերով, հստակ տեղերով։ Նիկոլյանը ցավով է նշում, որ հասարակությունը հաճախ արժևորում է անկարևոր բաներ եւ ընդհակառակը արժեզրկում իրական արժեքները։ Նա նշում է, որ վերջերս Հայաստանում անցկացված նորաձևության շաբաթը գրեթե աննկատ մնաց։ Մինչդեռ Փեկի Ղարաբեկյանի զգեստն իր վրա է սևեռել բոլորի ուշադրությունը։ Մի քանի օր առաջ Հայաստանում նորաձևության շաբաթ էր անցնում ու շատ քչերն էին դրա մասին տեղյակ կամ տեղյակ են այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրվում են նորաձևության ու շատ քիչ են մարդիկ, ովքեր որ նմանատիպ աղմուկ կարան բարձրացնել լավ բանի համար ու կուզենայի գոնե դա փոխվեր մեր հասարակության մեջ։ Հնչած քննադատությունները միայն Հայաստանում եւ միայն մեր երկրի մասնակցին չեն ուղղված։ Ամբողջ մրցույթն է դարձել թեժ քննարկումների առարկա։ Miss Universe Laos 2025 is Salawa. Այս տարվա հաղթող ճանաչվեց Մեքսիկայի մասնակիցը։ Աննա Հարությունյան, Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Եվ վերջում եղանակի մասին Երևանում եղանակն առաջիկա օրերին չի փոխվի, նոյեմբերից 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, խաղաղ երեկո բոլորիդ։